Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել։ Նրա խոսքով ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին եւ վիրավորել խաղաղ բնակիչների։ Նա ընդգծել է միջադեպը տեղի ունեցել հենց Եվրամիության տարածքում։ Վերջինս հայտնել է Եմեն լիակատար համերաշխություն է հայտնում Ռումինիային եւ նրա ժողովրդին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ հայտարարել է Եմեն պատրաստում է Ռուսաստանին պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան առաջարկել է այցելել Մինսկ։ Նրա խոսքով, եթե Մակրոնը չի ցանկանում մեկնել Մոսկվա, ապա կարող է հանդիպել Պուտինի հետ Բելարուսի մայրաքաղաքում։ Լուկաշենկոն նշել է Ֆրանսիայի նախագահը չի բացառել նման հանդիպան հնարավորությունը։ Միաժամանակ Մակրոնը նշել է նախ պետք է խորհրդակցի Եվրամիության գործընկերների հետ։ Լուկաշենկոն նաև համաձայնել է հաջորդ շաբաթ ընդունել Մակրոնի հատուկ ներկայացուցչին։ Լեհաստանի ԱԳ-նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Եվրոպական միությունը չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Նրա խոսքով Եմեն բացահայտորեն աջակցում է Կիևին եւ չի զբաղեցնում չեզոք դիրք։ Սիկորսկին ընդգծել է Եվրոպան Ուկրաինայի կողմում է, այլ ոչ թե երկու կողմերի միջև։ Նա նաեւ աջակցել է Կայակալասի դիրքորոշմանը բանակցային հատուկ ներկայացուցչի նշանակման հարցում։ Լեհ նախարարի խոսքով վաղ է խոսել Եմենի կողմից նման միջնորդության մասին։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Թեհրանի զիջումների հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով։ Նա նշել է բանակցությունները միայն ամրագրում են այն, ինչ ձեռք է բերվում մարտի դաշտում։ Ղալիբաֆի խոսքով Իրանը չի հավատում երաշխիքներին եւ խոստումներին։ Նա ընդգծել է վստահության չափանիշը միայն հակառակողմի գործողություններն են։ Մեջլիսի նախագահը հավելել է համաձայնագրերում հաղթում է նա, ով պատրաստ է պատերազմի հաջորդ օրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի համաձայնագրի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Նրա խոսքով վերջնական որոշումը կընդունվի օգնականների հետ խորհրդակցություններից հետո։ Թրամփը նշել է Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենքից։ Նա նաև հայտարարել է համաձայնագիր նախատեսում է Օրմուզի նեղուցի անհապաղ բացում։ ԱՄՆ նախագահի խոսքով նեղուցով անցումը պետք է լինի անվճար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածին։ Նրա խոսքով այդ մասին վկայում են Ուկրաինայի հետախուզության տվյալները։ Զելենսկին նշել է Ռուսաստանը շարունակում է հույս դնել հրթիռների եւ պատերազմի վրա։ Նա կոչել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Ուկրաինայի առաջնորդը նաև պահանջել է արագացնել օդային պաշտպանության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իրեն զեկուցել են Ռումինիայում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի միջադեպի մասին։ Նրա խոսքով հնարավոր չէ հաստատել սարքի ծագումը մինչև բեկորների ուսումնասիրությունը։ Պուտինը ենթադրել է միջադեպը կարող էր կապված լինել ուկրաինական անօդաչուի հետ։ Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտարարել էին ԱԹԱՍ-ն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևը կօգնի Ռումինիային ամրապնդել օդային պաշտպանությունը։ Նրա խոսքով ուկրաինացի զինվորականներն ու մասնագետները կներգրավեն այդ աշխատանքներում։ Զելենսկին ընդգծել է տարածաշրջանային անվտանգությունը պահանջում է համատեղ ջանքեր։ Նա նշել է երկու երկրները կշարունակեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Ուկրաինայի առաջնորդը դա ներկայացրել է որպես ընդհանուր անվտանգության հարց։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ոչ մի արևմտյան երկիր իրավունք չունի Իրանի հետ խոսել պետք է ձևակերպմամբ։ Գերատեսչության ներկայացուցիչները նշել են Թեհրանը որոշումները կայացնում միայն իր ժողովրդի շահերից ելնելով։ Իրանը շեշտել է արտաքին ճնշումները չեն կարող որոշել երկրի քաղաքականությունը։ ԱԳՆ-ն ընդգծել է ինքնիշխան որոշումներ ընդունելու իրավունքը։ New York Times-ի տվյալներով Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը։ Աղբյուրի համաձայն Սպիտակ տանը տեղի ունեցել շուրջ 2 ժամ տևած խորհրդակցություն, քննարկվել է Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման հարցը, սակայն հանդիպման ավարտին վերջնական որոշում չի կայացվել։ Թրամփը շարունակում է խորհրդակցությունները մինչև վերջնական դիրքորոշման ձևակերպումը։ Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու Հայաստան եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանը հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Այս ուղղությամբ հիմնական շարժը սկսել է 2023 թվականին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս process-ի համակարգող է նշանակվել եւ գրեթե ամեն տարի վերադարձի ձևաչափով միջոցառումներ է անցկացնում, ասել է Նարեկ Կարապետյանը։ Նա նաեւ ներկայացրել է փաստաթուղթ, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտ եւ որը ներկայացվել է ՄԱԿ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական հավատարմագրումից չի զրկել Դանիել Յոհաննիսյանի կազմակերպությանը, սակայն պահանջել է ջնջել գրառումը։ Նշենք, որ մայիսի 26-ին անկախ դիտորդ դաշինքի անդամ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանը Facebook-յան իր էջում գրառում էր արել, թե ռուսաստանյան FSB-ի թղթերում Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուկյանը նշված է որպես լիդեր օբշեստվեննեյա մնենիա։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրելով հավատարմագրումից Յոհաննիսյանի կազմակերպությանը, քանի որ նա իրականացրել է հակաքարոզչություն թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուկյանին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա Եվրամիության հետ մեծեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Եվրամիության հետ Հայաստանի մեծեցումը վնասում է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը, հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Էջմիածին քաղաքում հերթական աղմկահարույց քրեական միջադեպն է գրանցվել։ Քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան դպրոցի եւ հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը։ Դեպքի վայրերում արկա են եղել կրակոցների բազմաթիվ հետքեր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ, այլ մանրամասներ չեն հաղորդել։ Ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։ Ըստ նախնական տեղեկությունների նրանց միջև անձնական, այսպես կոչված տղայական հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։ Երեկվա միջոցառումը ռազմական շքերթը Երևանում որոշակի հարցեր առաջացրեց։ Երկրորդ դեպքն է, երբ բանակը օգտագործվում է որպես քարոզչական առարկա, ոչ մի իշխանություն, օրինակ ես 10 տարի նախագահ եմ եղել, երբեք թույլ չեմ տվել որևէ նախընտրական ժամանակաշրջանում բանակը ներգրավել նման ձևով։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին դեպքը եւ միակը մինչ այս եղել է 1996 թվականին, որի հաջորդ օրը ընտրություններ եղան բավական վատ հետևանքներով հենց իշխանության համար։ Մենք նման մոտեցումը ընդհանրապես մերժում ենք, համարում ենք, որ բանակը պիտի լինի ապաքաղաքական, բանակը պիտի լինի հարազատ բոլոր քաղաքացիների համար, կապ չունի իշխանություն է թե ընդդիմություն, նշել է Քոչարյանը։ Ըստ նրա անբարոյականություն է բանակը քարոզչական եւ ներքաղաքական նպատակներով օգտագործելը։ Անկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք, այս մասին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից տեղին անտեղին վախեցնելով։ Ես ձեզ հանձնարարել եմ, մեկ անգամ եւս հանձնարարում եմ, շատ ուշադիր եղեք։ Անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղյակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններին, սա ժամանակավոր է, բոլորդ էլ ստացել եք հանձնարարական, որևիցե խախտում չկատարվի, որևէ ընտրակաշարք չտրվի։ Ամեն ինչ լինի օրենքի սահմանում, մենք մաքուր ենք, փորձում ենք թիմի աչքը վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք, մերը ներկայացնելու ենք, նշել է Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ հանդիպմանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ տեղամասում ընտրողը պետք է ստանա ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեն կարող։ Եթե ընտրությունների վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է արդյոք քվեարկել, թե ոչ, ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։ Զինվեք համբերությամբ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելուն։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը վեստիին ասել է, որ Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Հայաստանը միշտ դիրքորոշում ունի, մենք դա տեսնում ենք, որ նրանք ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում, բայց այստեղ կան նրբություններ, նշել է Օվերչուկը։ ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղստանի եւ Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն զեկույց ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին Հայաստանի համար։ Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով, որում ասվում է. Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ը հայկական պետականության մեր ժողովրդի ուժի եւ աննկուն ազգային ոգու խորհրդանիշն է։ Հայ ժողովուրդը պատմության ամենածանր ժամանակներում ապացուցեց աշխարհին գլխավոր ճշմարտությունը։ Հայաստանը հնարավոր չէ կոտրել, քանի դեռ կենթանի են մեր հավատը, ազգային հիշողությունն ու մեր ապագայի համար պայքարելու կամքը։ Սարդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքական զորքերի նկատմամբ հայ ժողովրդի հաղթանակները մեր զինվորների անձնազոհությունը, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, ինչպես նաև հայ հոգևորականության հերոսությունը, ամենայն հայոց կաթողիկոս Գևորգիեի առաջնորդությամբ փրկեցին Հայաստանը եւ ճանապարհ բացեցին հայկական պետականության վերականգնման համար։ Այսօր եւս մեր առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ։ Հենց հիմա առավել քան կարեւոր է պահպանել մեր միասնությունը, պաշտպանել պետականությունը, ազգային արժեքները, մեր հավատը եւ հայ ժողովրդի ուժեղ, անկախ եւ անվտանգ Հայաստանում ապրելու իրավունքը։ Յուրաքանչյուր հայ Հայաստանում եւ Սփյուռքում պատասխանատվություն
պատվություն է կրում մեր հայրենիքի ապագայի համար։ Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, արդար, անվտանգ եւ բարգավաճ երկիր, պահպանի իր հավատը, ազգային արժանապատվությունը եւ մնա հուսալի հայրենիք ապագա սերունդների համար։ Շնորհավոր Հանրապետության տոնը Հայաստան, հավերժ փառք մեր հերոսներին, իսկ Հայաստանին խաղաղություն, ուժ եւ բարգավաճում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրամանագիր է ստորագրել հարևան երկրներից, այդ թվում Ռուսաստանից ապրանքների ներմուծման ծավալների ավելացման վերաբերյալ նախկինում Թասնիմ գործակալությունը հայտնել էր Իրանը մեծացրել Կասպիյսով ապրանքների ներմուծումը։ Այդ ուղին օգտագործվում է որպես այլընտրանքային մատակարարման ճանապարհ ամենառազմածովային շրջափակման պայմաններում։ Իրանի իշխանությունները նաև հրահանգել են ակտիվացնել սահմանային առևտուրը տնտեսական ճնշումների ազդեցությունը մեղմացնելու համար։ Իսրայելական բանակի մեքենայացված ստորաբաժանումները մտել են հարավային Լիբանանի Դիբին քաղաք։ Գործողության նախորդել է ծանր հրետանային ռմբակոծություն։ Նպատակն է քաղաքը մաքրել Հեզբոլլահի զինյալներից։ Դիբինի վերահսկողությունը Իսրայելին հնարավորություն կտա վերահսկել հարավային Լիբանանի արևելյան հատվածը։ Մարտերին մասնակցել են նաև Էգոզերի տարհատուկ նշանակության ստորաբաժանումը։ Զախարովան հայտարարել է Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Ռումինիայի որոշումից հետո։ Բուխարեստը persona non grata է հայտարարել ռուս գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոլսինինին։ Ռումինիան նաև որոշել է փակել Կոստանցիայի ռուսական հյուպատոսարանը, որոշումը հաջորդել է Գալասում տեղի ունեցած անօդաչուի միջադեպին։ Մոսկվան շարունակում է մերժել իր հասցեին հնչող մեղադրանքները։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը կոչ արել ուժեղացնել արևելյան պահագործողությունը։ Նրա խոսքով Ռումինիայում տեղի ունեցած միջադեպը ցույց է տվել լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը։ Գործողությունն նախատեսված է ՆԱՏՕ-ի արևելյան թևի օդային պաշտպանության համար։ Այն ստեղծվել էր դաշինքի անդամ երկրների անվտանգության բարձրացման նպատակով։ Վիկտոր Օրբանը կոչ է արել Հունգարիայի նոր կառավարությանը պահպանել չեզոքությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։ Նա հայտարարել է Բուդապեշտը չպետք է միանա պատերազմի մեծ քաղաքականությանը։ Օրբանը հիշեցրել է Ռումինիայում տեղի ունեցած անօդաչուի միջադեպը։ Նրա խոսքով պատերազմը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Նախկին վարչապետը պնդել է, պետք է պահպանել նախորդ կառավարության որդեգրած ուղին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Գալասում տեղի ունեցած միջադեպի մասին։ Անօդաչու թռչող սարքը բախվել բազմաբնակարան շենքին, հարվածից հետո բռնկվել էր հրդեհ։ 2 մարդ ստացել է վնասվածքներ։ Ռումինիան պատասխանատվությունը վերագրել է Ռուսաստանին։ Ճապոնիան 14.6 միլիոն դոլար է հատկացել ՆԱՏՕ-ի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ ծրագրի շրջանակում։ Միջոցները կօգտագործվեն ամերիկյան արտադրության ոչ մահացու սարքավորումներ գնելու համար։ Հետագայում դրանք կմատակարարվեն Ուկրաինային։ Տոկիոն հայտարարել է շարունակելու աջակցել Կիևին։ Ճապոնիան մտադիր է նաև խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Թասնիմը հայտնել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը դեռ վերջնական չէ։ Աղբյուրի խոսքով վերջին օրերին տեքստում փոփոխություններ են կատարվել։ Այդ պատճառով արևմտյան մամուլում հրապարակված տարբերակները կարող են պարունակել անճշտություններ։ Աքսիոսը նախկինում հայտնել է հուշագրի նախագծի համաձայնեցման մասին, սակայն իրանական կողմը պնդում է աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սևծովում թուրքական սեփականության նավի վրա անօդաչու հարձակման մասին։ Նավը շարժում էր Օդեսայից դեպի Թուրքիա, միջադեպի հետևանքով անձնակազմի 2 անգամ ստացել է թեթև վնասվածքներ։ Անկարան իր մտահոգությունը փոխանցել տարածաշրջանում աճող լարվածության կապակցությամբ։ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հետևում է նավի անձնակազմի վիճակին։ Շվեդիայի կառավարությունը որոշել է համաշխարհային բանկին տրամադրել 236 միլիոն եվրոյի վարկային երաշխիք։ Գումարը նախատեսված է Ուկրաինայի պետական բյուջեի հիմնական ծախսերի ֆինանսավորման համար։ Միջոցները կուղղվեն կենսաթոշակների, աշխատավարձերի եւ սոցիալական աջակցության ծրագրերին։ Նոր երաշխիքը կգործի մինչև 2056 թվականը։ Շվեդիայի ընդհանուր պարտավորությունը այս ուղղությամբ արդեն հասնում է մոտ 280 միլիոն եվրոյի։ Չինաստանի իշխանությունները դժգոհություն են հայտնել Կանադային Թայվանի նեղուցում HMS Charlottetown ֆրեգատի անցման պատճառով։ Պեկինը հայտարարել է նավարկության ազատության անվտանգ անընդունելի է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաունինգը շեշտել է Պեկինը հարգում է միջազգային իրավունքի շրջանակում նավարկության իրավունքները, սակայն դեմ է նման գործողություններին։ Կանադական կողմը անտեսել է Չինաստանի նախազգուշացումը եւ անցյալ շաբաթ անցկացրել նավը վիճելի ջրային ուղով։ Հունաստանը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել Ուկրաինային։ Լևկադա կղզու մոտ պայթուցիկներով զինված ծովային անօդաչու սարքի հայտնաբերումից հետո բողոքի նոտան մոտորերին կփոխանցվի Կիևին։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը պահանջել է պաշտոնական ներողություն եւ երաշխիքներ, որ նման դեպքերը չեն կրկնվի։ Ըստ որոշ վարկածների դրոնը նախատեսված է ռուսական ստվերային նավատորմի դեմ գործողությունների համար։ Վիետնամի իշխանությունները պատրաստվում են քանդել գերեզմանատուն Թրամփի բնակելի համալիրի 1.5 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի համար։ Financial Times-ի տվյալներով հյուսիսային Նունգ-Յեն նահանգում նախատեսվում է կառուցել գոլֆի դաշ եւ շքեղ բնակելի համալիր։ Նախագիծը ներկայացում է որպես Վիետնամ-ԱՄՆ հարաբերությունների խորհրդանշական նախաձեռնություն։ Վիետնամի ղեկավարությունը հայտարարել է այն կուժեղացնի ամերիկյան ներդրողների վստահությունը։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Բուդապեշտի քաղաքականությունը Ուկրաինայում հունգարական փոքրամասնության հարցում մնում է անփոփոխ։ Նա վստահեցրել է կառավարության փոփոխությունը չի ազդի այդ մոտեցման վրա։ Մադյարը նաև ընդգծել է անօրինական միգրացիա եւ եվրոպական մրցակցության հարցերում Հունգարիայի գիծը չի փոխվի։ Նա կրկնել է Ուկրաինայի Եվրամիության անդամակցության բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չի լուծվել Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության խնդիրը։ Իրանի պատերազմի ծախսերի հետևորդի տվյալներով ԱՄՆ ռազմական գործողությունների արժեքը արդեն գերազանցել է 91.2 միլիարդ դոլարը։ Հաշվարկները հիմնված են Պենտագոնի ներկայացրած տվյալների վրա։ Ըստ դրանց հակամարտության առաջին 6 օրերին ծախսվել է 11.3 միլիարդ դոլար։ Վաշինգտոնը նախատեսել է յուրաքանչյուր հաջորդ օրվա համար հատկացնել եւս 1 միլիարդ դոլար։ Իսրայելի ղեկավարությունը կարծում է ԱՄՆ-ում նախատեսվող բանակցությունները կարող են հանգեցնել Լիբանանի հետ լայնածավալ հրադադարի։ Կան հեռուստաալիքի տվյալներով մայիսի 29-ին Պենտագոնում կհանդիպեն իսրայելցի եւ լիբանանցի զինվորական պաշտոնյաներ։ Ավելի վաղ կողմերն արդեն երկարաձգել են հրադադարի գործողությունը 45 օրով։ Այժմ քննարկվում է ավելի լայն քաղաքական համաձայնության հնարավորությունը։ Երկխոսության հաջորդ փուլը նախատեսվում է հունիսի սկզբին։ Իսրայելում սպասում են զգալի առաջընթացի։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, Մինսկը պատրաստ է անել ամեն ինչ Կուբայի համար։ Աստանայում նա հանդիպել է Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային։ Լուկաշենկոն ընդգծել է Բելարուսը լավ հասկանում է Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա խոստացել է կատարել բոլոր նախկին պայմանավորվածությունները։ Բելարուսի ղեկավարը նաև հայտնել է, պատրաստ է քննարկել Հավանայի ցանկացած նոր առաջարկ։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է տարածաշրջանային անվտանգությունը պահանջում է Ուկրաինային ավելի մեծ աջակցություն։ Նրա խոսքով հակաօդային պաշտպանության ամրապնդումը կարևոր է նաև հարևան երկրների անվտանգության համար։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ անօդաչու սարքը բախվել է Ռումինիայի Գալաց քաղաքի բազմահարկ շենքին։ Ռումինիան պատասխանատվությունը վերագրել է Ռուսաստանին, Կիևը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Բուխարեստի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Եվրոպան չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցում։ Նրա խոսքով եվրոպական երկրները արդեն հակամարտության կողմ են։ Պեսկովը նշել է, եվրոպական զենքերը կիրառվում են Ռուսաստանի դեմ։ Այդ պատճառով Մոսկվան չի կարող ընդունել Եվրոպայի միջնորդական դերակատարումը։ Նա նաև ընդգծել է, Ռուսաստանը կմերժի նման առաջարկները։ Կրեմլում համոզված են, որ Եվրոպան կորցրել է չեզոքության հնարավորությունը։ Reuters-ը հողումանելով արբանյակային լուսանկարներին հայտնել է, Չինաստանը լայնածավալ ռազմական համալիր է կառուցում հրթիռային կայանների հարևանությամբ։ Համալիրը ներառում է արձակման հարթակներ, բունկերներ եւ կապի հանգույցներ։ Աղբյուրների գնահատմամբ նախագիծը նախատեսված է ԱՄՆ-ի հնարավոր առաջին հարվածից հետո Չինաստանի հակահարվածի կարողությունը պահպանելու համար։ Կառույցը տեղակայվում է հեռահար հրթիռների գործող բազաների մոտ։ Վերլուծաբանները սա դիտարկում են որպես միջուկային զսպման համակարգի ուժեղացում։ Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստից առաջ տեղի է ունեցել ավանդական համատեղ լուսանկարահանումը։ Մասնակցել են միության անդամ պետությունների Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղրղըզստանի ղեկավարները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԵԱՏՄ-նից գնացած Մեհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Երևանի կամքն է խորացնել հարաբերությունները։ Հայաստանը մտադիր է հետագայում եւս բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում։ Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հասարակությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը մեր երկրների եւ ամբողջ տարածաշրջանի համար տնտեսական կայունություն եւ կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար, ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանը եւ ողջունում է տնտեսության ոլորտին համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմները տարածելու արձանագրության ստորագրմանը, որը կնպաստի համագործակցության աճին եւ ԵԱՏՄ շրջանակներում պարենային անվտանգության ամրապնդմանը։ Մենք ջերմուկից նմուշառում ենք կատարել լաբորատոր փորձաքննության արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել։ Հիդրոկարբոնատի սուլֆատի քլորի իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից։ Ռոսպոտրեբնաձորը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել ջերմուքանքային ջրի 64 միլիոն շշերի վաճառքը։ Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել, տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանան խնդիրը որտեղ է, ըստ այդմ կփորձեն եւ կարգավորումներն իրականացնել եւ արդյունքներն առաջիկայում կհրապարակեն, այս մասին եւս հայտնել են ՍԱՏՄ-ից։ Ավելի վաղ Ռոսելխոզնաձորը հայտնել էր մայիսի 30-ից Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումների կիրառման մասին։
Պուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կարծիքների կարճատև փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել։ Պարզապես ժամանակ չի եղել։ Լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու առաջնորդների զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։ Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու նախադրյալներ չկան, այն ապահովում է այդ երկրի անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան գործում է, Ռուսաստանը առայժմ որևէ նախադրյալ կամ վտանգ չի տեսնում, որ այդ ռազմաբազան այնտեղ չգտնվի, մասնավորապես ասել է Շոյգուն։ 4 հայ, այդ թվում 2 երեխա հայտնաբերվել են մահացած Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասի իրենց տանը, քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն կամ ինքնասպանություն։ Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու կնոջ եւ 2 երեխաների, այդ թվում նորածնի մարմինները։ Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաջակ Բասմանջանին, ով երեխաների հայրն էր, 2 երեխաները նույնականացվել են որպես 2 տարեկան տղա եւ 6 օրական աղջիկ, հայտնաբերվել է նաեւ մոր 30-ամյա կնոջին։ Նախնական տեղեկություններով քննիչները կարծում են, որ կրակողը եղել է մայրը, որին նույնպես մահացած են գտել։ Նրանք կարծում են, որ մայրը կրակել եւ սպանել է իր 2 երեխաներին, ապա նրանց հորը։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, աշխարհում չկա որևէ բանակ, որն այնքան մարզված, պատրաստված եւ հարգված լինի, որքան ռուսականը։ Նրա խոսքով Ռուսաստանի հյուսիսային ռազմական գործողության ընթացքում անգնահատելի մարտական փորձ է կուտակել։ Շոյգունը ընդգծել է, Կիևի դեմ հնարավոր նոր հավասների մասին նախազգուշացումները լիովին լուրջ բնույթ են կրում։ Նա նշել է, Ռուսաստանն արդեն ցուցադրել է Կիևի ուղղությամբ հարվածների իր հնարավորությունները։ ՌԴ ԱԽ քարտուղարը նաեւ հայտարարել է, օտարերկրյա դեսպաններին Կիևը լքելու կոչերը պետք է ընդունել առավելագույն լրջությամբ։ Աքսիոսի տեղեկություններով ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել եւս 60 օրով երկարաձգել գործող հրադադարը եւ շարունակել միջուկային բանակցությունները։ Ըստ աղբյուրների համաձայնագրի նախագիծն արդեն նախնական աջակցություն է ստացել բանակցող խմբերի միջև, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի տվել վերջնական համաձայնությունը փաստաթղթի ստորագրմանը։ Նա միջնորդներին խնդրել է մի քանի օր շարունակել քննարկումները մինչև վերջնական որոշում կայացնելը։ Այս զարգացումները տեղի են ունենում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև շարունակող լարվածության ֆոնին։ Իրանական թաստիմ գործակալությունը հայտնել է, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքները դեռ ավարտված չեն։ Գործակալության տվյալներով փաստաթղթի վերջնական տարբերակը դեռևս համաձայնեցված չէ։ Այս հայտարարությունը հակասում է մի շարք ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք պնդում էին, թե կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը։ Աքսիոսը եւս հաղորդել է հրադադարի երկարաձգման մասին, սակայն իրանական աղբյուրները պնդում են, բանակցությունները շարունակում են եւ վերջնական համաձայնություն դեռ չկա։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, Իրանի նկատմամբ բաժանմիջոցների մեղմացման հարց չի քննարկվի մինչև Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը։ Նրա խոսքով Թեհրանը պետք է նաև հանձնի իր հարստացված ուրանը եւ հրաժարվի միջուկային ծրագրից։ Բեսենթը հայտարարել է, Դոնալդ Թրամփը կարողացել է Իրանին ստիպել խոսել միջուկային ծրագրի սահմանափակման մասին։ Նա ընդգծել է, Հորմուզի նեղուցում պետք է վերականգնվի ազատ նավարկությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը վստահություն է հայտնել, Թրամփը կկարողանա հասնել մեծ գործարքի Իրանի հետ։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, Բուդապեշտը չի պատրաստում զենք կամ ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա։ Այս մասին նա հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները եւ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մադյարի խոսքով Հունգարիայի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ։ Նա նաև նշել է, հունգարական զորքերը շարունակում են հաջողությամբ կատարել իրենց առաքելությունը Կոսովոյում։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, ազգային միասնության պահպանումը երկրի գլխավոր առաջնահերթություններից է։ Նրա խոսքով նույնիսկ օրինական տարաձայնությունները չպետք է վերածվեն հասարակական պառակտման։ Խամենեին ընդգծել է, բոլոր նրանք, ովքեր կարևորում են Իրանի անկախությունն ու մեծությունը, պետք է պաշտպանեն ազգային համախմբվածությունը։ Նա կոչ է արել խոսքով եւ գործով ցուցադրել ժողովրդի միասնականությունը։ Իրանի առաջնորդը զգուշացրել է, ներքին հակասությունները կարող են վտանգել երկրի կայունությունը։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական անօթաչու թռչող սարքն ընկել է Գալաց քաղաքի բնակելի շենքի վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, ԱԹՍ-ն նախ ներխուժել է Ռումինիայի օդային տարածք, ապա բախվել բազմահարկ շենքի տարածքին։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել։ Ռումինիան հիշեցրել է, սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայի սահմանին ռուսական անօթաչուների բեկորները կամ սարքեր են հայտնվել երկրի տարածքում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ վերջնական համաձայնության չեն հասել, բայց գտնվում են դրան շատ մոտ։ Նրա խոսքով բանակցությունները շարունակվում են ակտիվ ռեժիմով։ Axios-ը հայտնել էր, կողմերը համաձայնեցել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, փաստաթուղթը նախատեսում է 60-օրյա հրադադար եւ միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների մեկնարկ, սակայն Թասնիմը պնդում է, որ տեքստը դեռ վերջնական տեսքի չի վերվել։ Իսրայելի ղեկավարությունը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել Լիբանանի հետ զինադադարի լայն համաձայնագրի։ Այս մասին հայտնել է Կանը, հղում անելով կառավարական աղբյուրներին։ Սպասվում է, որ իսրայելցի եւ լիբանանցի զինվորականները կհանդիպեն Պենտագոնում։ Կողմերը կքննարկեն գործող զինադադարի երկարաձգման եւ նոր պայմանավորվածությունների հնարավորությունը։ Բանակցություններից հետո հունիսի սկզբին նախատեսվում է քաղաքական մակարդակի երկխոսության նոր փուլ։ Իրանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել 4 նավերի ուղղությամբ Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Մեհր գործակալության տվյալներով նավերը փորձել են անցնել ռազմավարական ջրային ուղով առանց իրանական կողմի հետ իրենց գործողությունները համակարգելու։ Թեհրանը հայտարարել է նեղուցում գործող բոլոր նավերը պարտավոր են պահպանել սահմանված կարգն ու անվտանգության պահանջները։ Միջադեպը տեղի ունեցել այն ֆոնին, երբ Իրանը շարունակում է խստացնել վերահսկողությունը Հորմուզի նեղուցում նավարկության նկատմամբ։ Ավելի վաղ ֆարս գործակալությունը հայտնել էր Իրանի հարավից արձակվել են մի շարք հրթիռներ անհայտ թիրախների ուղղությամբ, ինչը նոր հարցեր է առաջացել տարածաշրջանում ռազմական լարվածության աճի վերաբերյալ։ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի արհեստական բանականության զարգացման ուղղությամբ։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Համոզված են, որ արհեստական բանականության զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն, անվտանգ եւ մրցունակ ապագա, նշել է Մհեր Գրիգորյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկող տեսանյութ է հրապարակել, հիշեցնելով, որ ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Ազատ ընտրությունը չի վաճառվում, ասա ոչ ընտրակաշառքին, նշված է տեսանյութում։ Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Չկալովկա բնակավայրում գյուղի բնակիչները ժամեր շարունակ որոնել են տղա երեխաներ Ա-ին եւ Մ-ին, որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են։ Ոստիկաններն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում եւ ժամը 20-10-ի սահմաններում երեխաներին ողջ եւ առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ընջարաններից մեկում։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր, այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսօր Հայաստան կուղարկվի 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն եւ 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ։ Ռուսաստանում վաճառքի արգելք կսահմանվի հայկական ջերմուքանքային ջրի եւս 64 միլիոն շշի նկատմամբ։ Ռոսպոդրեբնաձորը համապատասխան լրացուցիչ հանձնարարական է ուղարկել, պատճառ արտադրողի կողմից տեխնիկական կարգավորման օրենսդրությամբ պարտադիր պահանջների խախտումներն են, նշել են ընկերությունից։ Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայի Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ որևէ արձագանք չի եղել, լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն արձագանքել է Ռուսաստանի կողմից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը, քանի որ ռուսական կողմը մայիսի 30-ի ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելյակի ներմուծման համար։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 30-ի շրջանների մեծ մասում 31-ին, հունիսի 1-ից 3-ը 2-ի գիշերը եւ կեսօրից հետո 3-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ, հունիսի 1-ի եւ 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-ից 10 աստիճանով։